այս պահին գործողության կամ ընդհանուր հիբրիդային սպառնալիքների հիմնական թիրախում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն է։ Ընտրությունից հետո ակնկալում ենք, որ դա պիտի կտրուկ պակասի, բայց կտրուկ պակասել կարծես թե չկա։ Նարատիվները հիմնականում դրա շուրջ էին, որ Հայաստանը առանց Ռուսաստանի ապագա չունի։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից դեռ 1 տարի առաջ սկսած արտաքին տեղեկատվական աննախադեպ հարձակումները ընտրություններից հետո էլ չեն դադարում։ Միայն թե դրանց բովանդակությունն է փոխվել, ասում են փորձագետները։ Այն ժամանակ կար կարճաժամկետ նպատակ, այդ կարճաժամկետ նպատակը ընտրություններում իրենց կողմից ներկայացող քաղաքական ուժերին պաշտպանելն էր։ Հիմա բնականաբար այդ նպատակը այլևս չկա եւ իրենք կարելի ասել վերադարձել են հիմնական հիբրիդային գործողությունների միջոցով թիրախավորումը։ Հատկապես Հայաստանի իշխանությունների եվրոինտեգրման քաղաքականությունը, արևմուտքի հետ նոր ծրագրեր իրականացնելու քաղաքականությունը։ Այսինքն, եթե ընտրություններից առաջ տարածվում էին կեղծ թեզեր 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու, վարչապետ Նիկոլ Փաշինյանի իբր Ֆրանսիայում առանձնատուն ունենալու, հանրային հեռուստաընկերությունը թուրքական ընկերության վաճառելու մասին, ապա այժմ թիրախում արտաքին հարաբերություններն են։ Օրինակ, իբր Ուկրաինան հետ է ուղարկել հայկական բեռները, կամ այս տեսանյութը իբր Իրանը ԱՄՆ-ի դեմ որպես թիրախ ներկայացրել է Firebird ամերիկյան ընկերության կողմից Հրազդանում կառուցվող արհեստական բանականության տվյալների կենտրոնը։ Civilnet-ն է ուսումնասիրել, պարզել, որ տեսանյութն առաջին անգամ տարածվել է պատերազմի ուսումնասիրությունների հեռանկարներ հաշվում, որն ունի շուրջ 570,000 հետևորդ։ Սա այդ էջի տարածած միակ չստուգված եւ կեղծ պնդումը չէ, ու միայն այդ հարթակում չէ, որ տարածել են։ Կեղծ լուրն արտատպել են X-ի ավելի քան 20 այլ օգտահաշիվներ։ Ի դեպ, տվյալների կենտրոնի մասին կեղծ լուրեր էլի են շրջանառվել։ Օրեր առաջ դարձյալ նույն հարթակը եւս մեկ սուտ էր տարածել։ Իբր կենտրոնը կառուցվում է տեկտոնապես ակտիվ գոտում եւ առաջիկա 35 օրում այնտեղ 7.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունենալու։ Տվյալների կենտրոնի շուրջ կեղծ խոսույթներն այսքանով չեն սահմանափակվում, փորձագետն է շարունակում։ Ասում են, որ դրանից Հայաստանին օգուտ չի լինելու, ասում են, որ այդ ծառայեցվելու է ամերիկյան ընկերությունների, դրա հետ կապված նաեւ շարքվում էր, որ լույսերն են անջատվելու։ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ կառուցում է ինչ-որ տեղեկատվական ուրեմն գործարան, տեղեկատվական կենտրոն, անհրաժեշտ է այդ տեղեկատվական կենտրոնը հեղինակազրկել։ Ինչպես հեղինակազրկել։ Օրինակ, հայտարարելով, որ այդ տեղեկատվական կենտրոնը Իրանի դեմ է։ Բնականաբար ենթադրվում է Մոսկվայում, որ Իրանը կզգուշանա, Իրանը կսկսի որոշակի խնդիրներ տեսնել, Իրանում կանհանգստանան եւ խնդիրներ կստեղծվեն Հայաստան Միացյալ Նահանգներ համագործակցության համար։ Նույն կերպ կարող է նմանատիպ մի բան հայտարարեն, թե ինչ որ մի բան էլ, որը Հայաստանը կառուցում է Իրանի հետ, Հայաստանի տարածքում դա էլ Միացյալ Նահանգների դեմ է կամ Եվրոպայի դեմ է։ Բայց գլխավոր նպատակը ըստ փորձագետի թույլ չտալն է Հայաստանին ինքնուրույն որոշումներ կայացնել։ Նրանք ցանկանում են, որ որոշումները կայացվելիս Մոսկվայի հետ լինի համաձայնություն։ Կամ գնան Մոսկվա, կամ զանգեն Մոսկվա եւ համաձայնություն ձեռք բերեն։ Ու չնայած ըստ փորձագիտական կանխատեսումների ապատեղեկատվության հոսքը ընտրություններից հետո պետք է կտրուկ նվազեր, բայց ուսումնասիրությունն այլ պատկեր է ի հայտ բերում։ Նախընտրական փուլում, մայիսի 7-ից հունիսի 7-ը արձանագրել ենք մոտ 96 այդպիսի թեմատիկ ակտիվացում, հենց ընտրությունների օրը մոտ 18 այդպիսի ակտիվացում, մոտապես այսպես որ բոլոր ընտրատեղամասերում լույս չկա, ջուր չկա, լույս չկա, կամ ինչ-որ խախտումներ են զանգվածային այսպիսի թեմաներ, որոնք ստուգելուց հետո պարզվում է, որ ուղղակի տեղեկատվական արտահայտում է։ Ընտրություններից հետո էլ մոտ 59-60 այդպիսի միջադեպ մենք արձանագրում ենք, այսինքն գրեթե նույն մակարդակին ու մի քիչ ավելի պակաս, բայց որոշակի այդ ակտիվացումը պահպանվում է։ Ապատեղեկատվությունը չի պակասել, բայց վերջին շրջանում Մոսկվայից հնչող հայտարարություններն են մեղմացել, նկատում են մասնագետները։ Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ, թեև անկասկած այդպես է։ Այն նաև մի պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ, հաշվի առնելով մեր ընդհանուր պատմությունը, մեզ միավորող բազմաթիվ ընդհանուր երևույթները, ընդհանուր ընտանիքներ, նախագծեր, բիզնեսներ եւ փոխկապակցված ճակատագրեր։ Ժողովուրդների, մշակույթների անկեղծ սերը փոխըմբռնում է իսկական կապեր են։ Իրավիճակը կարծես թե կայունանում է։ Մնում է դժվար, բայց կայուն դժվար, այլևս չի բարթանում, ճգնաժամը այլևս չի խորանում։ Տեսեք, հունիսի 7-ից հետո չկա նոր գյուղմթերքի տեսակ, որի նկատմամբ պատժամիջոց սահմանած լինի Ռուսաստանը։ Բոլոր պատժամիջոցները, որոնք սահմանվել են մինչև հունիսի 7-ը, մինչև ընտրությունները։ Եվ մենք փաստացի մտնում ենք կայուն ճգնաժամի փուլ, եթե նախկինում խորացող ճգնաժամում էինք մենք։ Բայց կայուն ճգնաժամն էլ ճգնաժամ է։ Բայց ցանկացած պահի ու տարբեր դեպքերից կախված այդ ճգնաժամն էլ ապատեղեկատվությունների հոսքն էլ կարող են կրկին սաստկանալ։ Դեռ կտեսնենք այս պահին այդպես շատ ակտիվ չի ատոմակայանի թեմայով,
դա տարբեր թրիփի թեմայով, դա դատա կենտրոնի Firebird-ի դատա կենտրոնի թեմայով, դա Իրանի հետ հարաբերությունների, Եվրոմիության հարաբերությունների, ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների մասով, դա տեսնելու ենք վիզաների ազատականացման թեմայի շուրջ, դա տեսնում ենք բնականաբար ամենամեծ մասը այս առումով հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ։ Եթե Հայաստանը նոր փաստաթուղթ ստորագրի, ընդհանրենք Միացյալ Նահանգների հետ մոդուլային ատոմակայան կառուցելու վերաբերյալ, հենց որ դրա մասին տեղեկություն լինի, անմիջապես Ռուսաստանը սկսելու է նոր հարվածներ հասցնել, այսինքն մենք նորից խորացող ճգնաժամ ենք ունենալու։ Ես կարծում եմ ամենաճիշտ որոշումը այս պահին այն կլինի հաշվի չառնել Ռուսաստանի գործողությունները, հաշվի չառնել Ռուսաստանի հարվածները, որովհետև ըստ էության Ռուսաստանը որտեղ ինչքան կարող է Հայաստանին հարվածել է, մինչև այն կետը, որտեղ արդեն Ռուսաստանի կենսական շահերին չէր համապատասխանի, օրինակ գազի գնի բարձրացումը Ռուսաստանի կենսական շահերին չի համապատասխանում այս պահին, դեռևս Ռուսաստանը դրանից զերծ կմնա։ Ռուսաստանից Հայաստանին ուղղված սահմանափակումների ֆոնին Հայաստանը շարունակում է մնալ կառուցողական դիրքում։ Վերջին շրջանում լավագույն քաղաքական որոշումներից մեկն է Ռուսաստանի ուղղությամբ մեղմ հայտարարություններ անել, Ռուսաստանի հետ հարաբերությունները չսրել հենց երկկողմ փոխհարաբերությունների տրամաբանության մեջ, այլ աշխատել այլ ուղղություններով եւ հայտարարել, որ դրանք կապված չեն հայ-ռուսական հարաբերությունների հետ։ Շարունակել նույն ուղղությամբ եւ հաշվի չառնել Ռուսաստանից սպառնալիքները, Ռուսաստանից եկող նոր խոսույթները, նոր հայտարարությունները։ Անդրադառնալով Հայաստանի կիբերտիրույթին Արթուր Պապյանը պատմում է, հարձակումները հատկապես ակտիվ էին մինչև ընտրությունները, որի պատճառով ինչ-որ մի բան մարդիկ նույնիսկ զգում էին, որ իրենց բջջային ինտերնետն է վատ աշխատում, ինտերնետի խնդիրներ կան, եւ այս առումով նույնիսկ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը հաղորդագրություն տարածեց, նշելով, որ որոշակի երկարաժամկետ կտրվածքով մի քանի օր շարունակ Հայաստանյան ենթակառուցվածքի վրա մեծ ծավալի հարձակումներ են արվում։ Բայց հետընտրական շրջանում այդպիսի թիրախավորված հարձակումներ չեն նկատում։ Մեխանիզմներն ընտրություններից առաջ ու հետո նույնն են՝ ռուսական հեռուստաալիքներից մինչև այսպես կոչված լոմեր։ Լոմ դա ռուսերեն լիդեր общественного мнения, հանրային կարծիքի առաջատար։ Եվ մենք շատ ենք տեսնում այդ լոմերին, որոնք որ մի մասը քաղաքական գործիչներ են, մի մասը մեկը պրոֆեսոր է ներկայանում, մեկը ինչ-որ կուսակցության ղեկավար, ռեալ մարդիկ են։ Խորհրդարանական ընտրություններից շատ չանցած սեպտեմբեր-նոյեմբերին Հայաստանի 46 համայնքում թիմ ընտրություններ են անցկացվելու։ Փորձագետներն արդեն հնարավոր ռիսկերն են ուսումնասիրում։ Արդեն փորձում ենք հասկանալ, թե ինչպես ենք հակազդելու այդ նոր ալիքին, իհարկե, թիմ ընտրությունների փուլ առնելով, որ սեպտեմբերի վերջից մինչև կարծեմ նոյեմբերի վերջ տևելու է։ Եվ այդ ալիքը լինելու է, ինքը կարող է մի քիչ ուրիշ ձև դրսևորվի, որտեղ Հայաստանում ընտրողները թիմ ընտրություններին մի քիչ այլ կերպ են վերաբերվում, քան հանրապետական ընտրություններին, եւ դրանով պայմանավորված նաեւ ապատեղեկատվական արշավները այլ լինեն։ Յուրաքանչյուր համայնքի համար դրանք տարբեր են լինելու, որոշ տեղերում առավել քաղաքականացված, որոշ տեղերում քիչ։ Այնուամենայնիվ փորձագետը նշում է, աչքի առաջ ունեն թե Գյումրու, թե Վաղաշապատի ընտրությունները։ Էմմա Վարդանյան, Մհեր Կիրակոսյան, Սեյրան Անտոնյան եւ Մուշեղ Մանվելյան, Կիրակնորյա լուրեր։